ձեզ հարգելի հետևորդներ, Ars Podcast ստուդիայում այսօր մենք հյուրընկալել ենք Կարեն Կարապետյանին, հայրենի կուսակցության քաղաքախորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան, բարի գալուստ մեր տաղավար եւս մեկ անգամ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Միանգամից մենք անցած անգամ պայմանավորել ենք Կարեն։ Անունով, անմիջական, նույնիսկ դույով, ավելի անմիջական։ Կարեն ջան, ինչ է տեղի ունենում այսօր հայաստանյան քաղաքական դաշտում։ Ինչ նախ առաջինը ներկայացրեք, ինչու ձեր կուսակցությունը ճիշտ է արդեն քանի անգամ քննարկվել է, բայց ձեր տեսակետներն եմ ուզում իմանամ։ Ինչու որոշում կայացրեցիք չմասնակցելու, ինչ կոնտեստով եք մասնակցելու ընդհանրապես եւ ինչ է տեղի ունենում այսօր քաղաքական դաշտում։ Շնորհակալություն։ Սկսեմ մեզնից։ Հայտարարությունը տարածել ենք, որ չենք մասնակցում, որպեսզի չմասնատենք ձայները, ընտրողների ձայները, որովհետև մի քանի անգամ շեշտվել է այդ մասին, դեռևս Արթուր Վանեցյանը մինչև ընտրական գործընթացներից սկսելը մի քանի անգամ ասել է, որ իր նպատակը, այդ թվում եւ հայրենիք կուսակցության առհասարակ ընդհանուր առմամբ նպատակը ոչ թե ազգային ժողովում ուղակի ֆրակցիա ունենալն է, այլ իշխանափոխության հասնելը, այսինքն կուսակցության բուն նպատակը տվյալ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Այդ մասին դեռևս ֆիքսվել է, երբ որ Արթուր Վանեցյանը վայր դրեց մանդատը, երբ ինքը ֆրակցիայի ղեկավար էր, որովհետև կստացվի հետևյալը, եթե հենա նպատակը լիներ ուղղակի ֆրակցիա ունենալը, հենա մարդը ֆրակցիայի ղեկավար էր, ինչու պետք է մանդատը վայր դներ, հետո նորից գար մասնակցեր ընտրություններին, նորից ունենար խմբակցություն ազգային ժողովում, եթե դրանով չէր լուծվելու գլխավոր հարցը, այսինքն Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Եվ ըստ այդմ պայմանավորված ամենակարևորը նախ հենց այս հանգամանքով հայրենիք կուսակցությունը որպեսի մանդատները ներողություն, որպեսի ձայները չմասնատվի, հայտարարություն տարածեց, որով տեղեկացրեց, որ ինքը այս փուլում դուրս է գալիս ընտրապայքարից, բայց դա չի նշանակում, որ դուրս է գալիս պայքարից, խոսքը ընդամենը ընտրություններին մասնակցել կամ չմասնակցելու մասին է։ Եվ հայտարարությունից հետո իր անդամներին կոչ արեց, որպեսի անպայմանորեն այդ բառը մի քանի անգամ շեշտվել է, որպեսի թյուրըմբռնման, թյուրիմացության տեղի կամ շահարկումների տեղի չտա, որ ընտրություններին անպայման իրենց ձայնը տան իրական ընդդիմությանը, շեշտում եմ իրական ընդդիմությանը։ Գլխավորապես դա է եղել ընտրություններին չմասնակցելու պատճառը։ Կարեն ջան, տեսնեք դուք շեշտում եք իրական ընդդիմությանը, հասարակ քաղաքացին տոնը նստած, ինքը ձեր նման վերլուծաբան չի։ Ինքը քաղաքական դաշտում կա այնքանով, ինչքանով մի ժամ օրվա ընթացքում կարա նստի նայի ինչ-որ ինֆորմացիա, ինքը չի կարա այդքան խորը տեսնի ով է իրական, ով իրական չի։ Այ տեսեք, երեկ էլ իմ հյուրի հետ խոսալու ժամանակ, Աննա Մկրտչյանի հետ խոսալու ժամանակ ես իրան եմ ասել։ Ասում եմ, խնդրում եմ Աննա ջան, ասեք ոնց կողմնորոշվի հասարակ քաղաքացին, ասենք դաշտից տուն ա եկե, վաղ ընտրություններ է, ինքը ուզում է հասկանա այդ ձեր շեշտած իրական ընդդիմությունը, ոնց ինքը պետք է հասկանա, միգուցե այն որ ասում եմ նշման անեք գոնե։ Դե ճիշտ ասած ժամանակի ընթացքում այնքան է ջրերը զուլալվել, որ արդեն որոշակի պարզություն կա։ Կարծեմ նույն այդ մատնանշած սովորական քաղաքացին, որ տանը նստած է, շատ լավ հասկանում է քաղաքական գործընթացները, գուցե մեր բառապաշարով չի արտահայտվում, մի քիչ այլ ձև է արտահայտվում, բայց հստակ գիտակցում է, թե ով է մասնակցում ընտրություններին իրական օրակարգով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, ով է մասնակցում ընտրություններին պարզապես ազգային ժողովում իր տեղն ունենալու համար։ Կամ բիզնեսը պահելու։ Կամ դա էլ է իդեպ մոտեցում, դա էլ է տեսակետ, նկատի ունեմ մոտիվացիոն առումով դա էլ է տեսակետ, այսինքն ինչքան էլ մարդը, որ հռետորաբանությունը լինի հայախառն, ասենք sense ագրեսիվ, որ Նիկոլին պետք է հեսա ջարդենք, փշրենք, հեռացնենք եւ այլն, սակայն միայն հռետորաբանությունը քիչ է, նույնիսկ երբեմն շատ թունդ հռետորաբանությունը, շատ թունդ հայոյանքը քողարկված կարող է պաշտպանություն լինել Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ նման տրուկներ շատ են օգտագործվում, որ մեկ էլ մեկը շռնդալից, որ այսքան ժամանակ ձեն ծպտունը դուրս չէր գալի, ոչ մի բանի չէր արձագանքում, այսքան արհավիրքների մեջով անցանք, Արցախ կորցրեցինք, Արցախը հայաթափվեց, հայ առաքելական եկեղեցու վրա այսպեսի տոտալ գրող տեղի ունեցավ, մարդու ձեն ծպտունը չկար, մեկ էլ ընտրությունների շեմին, սենց
շռնդալից հայոյանքներով մուտք է գործում քաղաքականություն, ակնհայտ է, որ այդ մարդը, եթե իրոք մտահոգ լիներ պետության ճակատագրով, մեր ազգային արժեքների ճակատագրով ու իրոք նպատակը լիներ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ապա չէր սպասի, որ ընտրությունները մոտիկանան ու մի ամսում sense մուտք գործեր, այդ մարդու կարծիքը մենք կլսենք մշտապես, գործունեությունը կտեսնենք մշտապես, այսինքն այդ մարդը մեր տեսադաշտում կլիներ, հետևաբար նույն ընտրողը, որը այսօր տանը նստած է, շատ լավ տեսնում է ողջ ժամանակա ընթացքում, որ ուժերն են պայքարել, որ ուժերն են իրոք մտահոգվել, բարձրաձայնել ազգային խնդիրների մասին, այլ բան է, որ ժամանակի ընթացքում կարող է որոշակի քաղաքական պայքարը հանգեցնել արդյունքի, որոշ ժամանակահատված հետո նահանջ տեղի ունենա քաղաքական գործընթացներում, խնդիրը դրա մասին չէ, խնդիրը նրա մասին է, որ քաղաքական ուժը մշտապես, եթե իրոք նրա օրակարգում կա փոխել իրավիճակը Հայաստանում, ոչ թե պարզապես հարմարվել ազգային ժողովի աթոռներին, ապա այդ մարդու գործունեությունը մենք պետք է տեսնենք մշտապես ընտրություններից թե առաջ, թե ընտրությունների անմիջապես հաջորդ օրը, նույնիսկ հենց ընտրությունների արդյունքների Ասում ամփոփման օրը։ հաջորդ ընտրություններին քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների հաջորդ օրվանից։ Հաջորդ օրը դա դասական քաղաքական այբուբեն է։ Տեսեք, հարգելի Կարեն, ազգային ժողով բերվեց մի խնդրահարույց օրինագիծ կամ փոփոխություն օրենքում ընտրությունների մասին, երեք տեղի ունեցավ նստաշրջան այդ բանը, նիստը, իմ համար տարակուսելի է իրականում, այդ սենց ասած երեխայական մոդեցումները ԿՊ-ի, որ իրանք ինչով են հիմնավորում, ինչպես են հիմնավորում այդ օրենքը բերելու, ասելով Վենետիկյան կամ այդ հանձնաժողովի կանոններն են ամբողջովին խախտում, անուն ազգանուն չներկայացնելու համար, տեսեք, ուժեղ Հայաստան անուն կա, չէ՞։ Ով ուզում է դա հնչեցնի, իմ համար Հայաստան անունը սրբություն է։ Հիմա հարցս ինչու՞ն է։ Բարձանում է մի ոմս падգամավոր, կարկառուն ներկայացուցիչ ԿՊ-ի ու ասում է ուժեղ քյաբաբնոց։ Այսինքն Հայաստան բառի տեղը քյաբաբնոց է դնում, այդ ձև ծաղրումը, ես ուզում եմ հասկանամ, էլի, նույնիսկ այդքան մենք այդ ձևի ժողովուրդ ենք, որ մենք պետք է այս սրանց ընտրենք, էլի։ Այսինքն այդ մարդու մոտ Հայաստանն ու քյաբաբը գտնվում են նույն հարթությունում։ Իհարկե նրա մոտիվացիան հասկանալի է, իբր ուզում է, այսպես ասած, ընդդիմությանը վարկաբեկել, իբր ուզում է ծաղրի ենթարկել, սակայն դրանով ինքը ծաղրի է ենթարկում Հայաստանի Հանրապետությունը, ծաղրի է ենթարկում մեր հայրենիքը, մեզ բոլորիս, ինձ, ձեզ, բոլորիս։ Բայց ինչ վերաբերում է բուն նախագծին, օրենքին ավելի շուտ արդեն ընդունվեց օրենքը, ինչ վերաբերում է օրենքի փոփոխությանը, դրա հողը նախապատրաստվում էր դեռևս տեղական ժամանակ, երբ որ խոսվեց ինչ-որ հիբրիդային հարձակումների մասին, հետո իդեպ տեղի ունեցավ քաղաքական զավեշտ։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը սկզբից խոսեց ինչ-որ հիբրիդային հարձակման մասին։ Իհարկե դա տիրաժավորվեց ԿՊԱ-կանների կողմից, դրան հաջորդեց տևական ժամանակ անց, նոր հաջորդեց արտաքին հետախուզության զեկույցը, որ Հայաստանի վրա տեղի է ունենում հիբրիդային հարձակում։ Դա քաղաքական նոնսենս է, որովհետև նախ պետք է արտաքին հետախուզությունը հանդես գար զեկույցով, որի հիման վրա երկրի ղեկավարը կաներ հայտարարություն, բայց տեղի ունեցավ հակառակը, երկրի ղեկավարը հայտարարություն արեց, դրան հաջորդեց արդեն զեկույցը, այսինքն զեկույցը համապատասխանեցվեց Նիկոլ Փաշինյանի խոսքերին։ Եվ ահա տրամաբանական շղթան հանգեցրեց նրան, որ ազգային ժողովում փոխվեց օրենքը։ Դա դամոկլյան սուր է ընդդիմության համար, որ ցանկացած բայ ուղակի կարող է ուղակի վերցնեն, հայտարարեն, որ այսինչ քաղաքական միավորը մեր պատկերացումներով քյաբաբ է եւ նա չպետք է մասնակցի ընտրություններին։ Սա ժողովրդավարության բաստիոնի, ասենք, աննախադեպ երևույթ է, երբ որ տապորային միջոցներով փորձում են գնալ հարցի լուծմանը, ընդ որում ոչ միայն ընտրությունների հետ է կապված իրենց այդ մոտեցումները, նրանք ծաղրի մշտապես են ենթարկում, իդեպ թեպետ բուն ձեր հարցի հետ կապ չունի, սակայն ես զուտ ծաղրի կոնտեքստում եմ, հա, ասում, ինչ արեց Անդրանիկ Քոչարյանը ազգային ժողովում։ Հայտարարեց, որ իմ տղան բարձրակարգ է, ի տարբերություն ձեզ լրագրողին անվանեց, եւ նա չի ծառայում բանակում։ Այսինքն այս մարդու պատկերացմամբ, իդեպ դա առաջին անգամ չէ, որ նա ծաղրում է բանակը, ավելի վաղ նա կոչ էր անում ընդդիմադիրներին ուղարկել առաջնագիծ։ Այսինքն այդ մարդու պատկերացմամբ բանակը մի միջավայր է, որտեղ ծառայում են անգրագետները, Տեղ չունես գնալու,
Հա, թերուսները ինտելեկտուալ ցածր մարդիկ, ստորին ծագում ունեցող մարդիկ եւ նաեւ աքսորավայրը, եթե դու ընդդիմադիր գործունեություն ես ծավալում, քեզ որպես պատիժ ուղարկում են, այսինքն հայրենիք հասկացությունը չկա, անձնազոհությունը հայրենիքի համար չկա եւ բնականաբար Հայաստանը համեմատելով քաբաբի հետ, դա լրիվ տեղավորվում է ՔՊ-ական գաղափարախոսության Կարեն ջան, կոնտեքստում։ ինչի է կանտախուր։ Տեսեք, մենք ախր լավ ազգ ենք, մենք ախր լավ պետություն ենք, մենք շատ լավն ենք, ընդհանրապես մեր բնույթով, մենք ասելով էսի նկատի չունեմ մենակ հայերիս, այն քաղաքացիները, ովքեր Հայաստանում ապրում են, բազմազգ է մեր պետությունը, եզդիներ, ասորիներ, մալականներ, շատ այլ ազգիներ մեր հետ ապրում են, մեր հետ միասին ու իրանք ոնց որ ներգրավված են մեր քաղաքական կյանքում էլ ամեն տեղ էլ ինչիմն է հարցը մենք այդ ասած ազգերի հետ միասին հազարավոր տարիներով եկել ենք ու փառք Աստծո այսօր մեր կուլտուրան, մեր լեզուն, մեր երկիրաշտությունը, մեր ամեն ինչը մենք բարել ենք։ Այ այդ քաղաքակրթությունից, որ մենք գալիս ենք, շատ դեպքերում ասում են Հայաստանն է, հայերն ենք տվել Եվրոպայի քաղաքակրթություն, հույները, հայերը։ Այսինքն մարդ ազգ, որը նախբյուրն է այդ ամեն ինչի, այսօր մենք ոնց որ պոչել ենք այդ ամեն ինչի մեջ։ Ինչի էս կան տխուր, ցավը տանեմ։ Գորկին մի հատ խոսք ունի, ես սիրում եմ այդ հաճախ կրկնել։ Ասում է, երբ որ մարդուն անդադար ասես, որ դու խոսես, նա ի վերջո կսկսի խոզի նման խռնչալ։ Հիմա այս արմատները իհարկե Նիկոլ Փաշինյանը մարմնավորեց ամբողջը, վեր հանեց այն արատավոր երևույթները, որոնց ծիլերը կային։ Բայց իմ համոզմամբ մի քիչ ավելի հեռու պետք է գնանք։ Երբ որ մենք 88 թվականին սկսեցինք Արցախյան շարժումը, որը հանգեցրեց հաղթանակների ռազմի դաշտում, չէ, տևական պարտություններից հետո, շղթայից հետո մենք վերջապես ունեցանք հաղթանակ։ Արցախը ազատագրեցինք։ Ճիշտ է, իրավաբանորեն աշխարհը չէր ճանաչում Արցախը որպես անկախ հանրապետություն, բայց փաստացի մենք ազատագրել էինք։ Դե դա քաղաքական այլ հարթություն է, դրան էլ եթե ուզում եք անդրադառնանք, բայց հիմա զուտ փաստը բերեմ, Արցախը ազատագրեցինք, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը, այսինքն մենք վերջապես մեր մեջքը շտկեցինք, մենք հաղթած ազգ էինք, հաղթած ժողովուրդ, անկախ պետություն ունենք, երկու ընդ որում հանրապետություն ունենք, բայց կարճ ժամանակ հետո մենք փոխանակ հավաքական առումով եմ ասում մենք փոխանակ այդ տարիները անվանենք հաղթանակի, ձեռքբերումների, անկախության կամ ազատագրության տարիներ, ինչպես կուզեք ասենք, պիտակավորեցինք միանգամից մութ ու ցրտի տարիներ։ Այսինքն մենք չկարողացանք գնահատել այնինչ մենք ունեցանք, այնինչի մենք հասանք, այնինչ մենք ձեռք բերեցինք, մեր ողջ հաղթանակները երկրորդ պլան մղեցինք եւ տպավորություն ստեղծվեց, որ այդ թվականները միայն մութ էր ու ցուրտ, այլ բան չկար։ Աստիճանաբար սկսեց հանրության յուրաքանչյուր օրվա իշխանություն ջանք չթափեց, որպեսի գաղափարախոսական աշխատանք տաներ, որպեսի հանրության մոտ սերմանվեր, որ դու հայ ժողովուրդ, Հայաստանի քաղաքացիներ, Արցախի քաղաքացիներ, դուք անկախացել եք, դուք ձեռք եք բերել, դուք հաղթել եք, ի վերջո չէ, ցեղասպանությունից հետո դուք նույն Թուրքին տվյալ պահին ես ադրբեջանցիներին ու թուրքերին դնում եմ նույն հարթության մեջ, նույն Թուրքին դուք հաղթել եք, փող այդ գաղափարախոսությունը, այդ աշխատանքը հանրության հետ չտարվեց եւ իսկ Նիկոլ Փաշինյանը օգտվեց այդ ամեն ինչից, Նիկոլ Փաշինյանը մեր բոլոր հաղթանակները վերագրեց պարտության, այսինքն այն, որ մենք 88-ին, 9-ին, 90-ին հաղթել ենք, դա Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ ձևակերպմամբ ասեմ, ձևակերպմամբ դրանք ամբողջը պարտություններ էին, Նիկոլ Փաշինյանը խաղաց հանրության սոցիալական խնդիրների հետ, կենսամակարդակի որոշ դժվարությունների հետ, նա գտավ քավության նոխազներ, որպիսի մարդը մխիթարվի ինքը վատ է ապրել, որովհետև ինքը չի մեղավոր, որովհետև մեղավոր է այն նա կամ այն մյուսը, այսինքն մարդու մոտ ձևավորեց այնպիսի մի կարծրատիպ, որ բոլորը նախկինում մեղավոր էին մարդու վատ ապրելու համար, բացի բուն մարդուց, եւ ինքն է այն փրկիչը, որը մարդուն բերել է բարեկեցություն, բերում է խաղաղություն, բերում է ամեն ինչ, եւ հենց այդ համատեքստում էլ թերևս Վահագն Խաչատուրյանը, որը թյուրիմացաբար հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նախագահը, շողոքորթաբար Ալիևից շնորհակալություն էր հայտնում, որ վերջապես
մեր երկրի նկատի ունի Հայաստանն ու Ադրբեջանը ղեկավարները այնքան քաղաքական կամք ունեցան, որ երկրորդական անտեսեցին երկրորդական հարցերը, նրա պատկերացմամբ մեր ազգային հարցերը երկրորդական հարցեր են եւ իրենց հասարակություններին բերում են բարեկեցություն, այսինքն ամբողջը տեղավորեց հացի խնդրի շուրջ։ Կարեն ջան, շատ բաների դες ձեր հետ համաձայն եմ, բայց իմ համար կան հարցեր եւ ոչ մենակ իմ համար։ Տեսեք, ես իշքան հիշում եմ, դուք Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ կուսակցությունում եք մամլո ՀՇ լրատվական ծառայության ղեկավարը, երիտասարդական միության նախագահ եւ վարչության անդամ։ Առաջնամարտիկներից եք եղել հայ։ Արել է այդպես համար։ Կանգնած եք էլի 90-ական թվականների շարժման հետ։ Տեսեք, դուք ասացիք Նիկոլ Փաշինյան, այո, Նիկոլ Փաշինյանը շատ վեշճակետներ ա ուզում դնի ամեն ինչին։ Բայց ես չեմ գտնում, որ այս ամեն ինչի թելը նոր է գնացել, թելը շուտ վանից քաշված է այս մեր շորի վրա, այդ սենց ասած։ Ու ուզում եմ հասկանամ, այդ 90-ական թվականներին, լավ, 94 թվականին մենք հաղթած ենք, ձեր ասածի պես։ Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց այդ հաղթանակը ամրապնդել, ինչ որ այսօր անում է Ալիևը, թույլ համեմատական թույլ Հայաստանին, փորձում է թույլ ղեկավարությանը, անողնաշար ղեկավարությանը պարտադրել իր օրակարգը ամեն ուրեք։ Այսօր կարելի է ասել, որ Հայաստանը ղեկավարվում է այլ երկրից։ Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ այդ որ մտավ վրանի մեջ առաջին անգամ պարտադրել որպեսզի ստորագրվեր մի պայմանագիր կապիտուլյացիոն, որտեղ Ադրբեջանը Արցախը ճանաչում է, հետո այդ հողերի հարցը ոնց են լուծում այդ 7 շրջանը, այդ արդեն տեխնիկայի հարց էր։ Ինչու չկարողացավ հայկական կողմը ամրապնդել, որ այսօր մենք Նիկոլին ենք մենակ մեղավորում, որ ինքը տվեց ախպեր։ Ինքը տվեց, ինքը շատ վատ մարդ է, ինքը Հայաստանի Հանրապետության եւ ոչ մենակ Հայաստանի Հանրապետության, մեր ընդհանրապես կայսրության, այդ օրերից սկսած ամենավատ ղեկավարն է։ Ամենավատ ու ավելի ասեմ, ինքը իմ համար տրոյական ձի է։ Դե ճիշտ ասած Լևոն Տեր-Պետրոսյանը գնում էր հարցի լուծմանը։ Այդ ժամանակ հատվածում ձևավորվեց նաև ԵԱԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում պետք է լուծվեր Արցախյան հարցը։ Բանակցությունները ընթանում էին իդեպ կային շատ հայանպաստ պայմաններ, սակայն 98 թվականին ազգային անվտանգության խորհրդի նիստով մերժվեց Լևոն Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակով հարցի լուծման առաջարկը։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Իհարկե չի նշանակում, որ ամբողջովին, իդեպ քանի չեմ մոռացել շեշտեմ 94 տարի դուք հիմի ասենց եք անում։ Դա 4 տարի չէ, բանակցություններ էին ընթանում։ Ինչ բանակցություն։ Ուղղակի դժվար է հարցը միանգամից առաջինը լուծել, պետք է այստեղ հաշվի առնենք նաև աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ես սխալ եմ հասկանում։ Աշխարհաքաղաքականն ենք, բայց ուրեմն անուններ ենք տալու հիմա պետությունների։ Տեսեք, մենք հաղթած մտնում ենք վրան առաջին օրվան, ոչ, առաջին օրվանից սկսում եք բանակցեք ոնց եք հողերը տալու։ Այդ հողերի համար այրուն է թափված։ Ինչ ենք առաջին օրվանից մենք ասում մենք հողեր ենք տալու։ Պայմանավորվում ենք ոնց բանակցեք, ոնց հողերը հետ վերադարձնենք։ Այլ չենք խոսում ստորագրի վերջացրա ճանաչի Արցախը, իր իրավունքը, դրանից հետո մենք քեզ հողերը կտանք։ Չէ, ամբողջ խնդիրը հետեւյալն է։ Ամբողջ բանակցությունները ընթանում էին Արցախի կարգավիճակի շուրջ, այսինքն բանակցությունները պետք է հանգեցնեին Արցախի կարգավիճակի լուծմանը։ Երբ որ դու որպես բանակցող կողմ հենց միանգամից հարցը դնում էր, որ նախ դու ճանաչի Արցախյան կարգավիճակը, այնուհետև մենք կսկսենք քննարկել արդեն, չգիտեմ, փողզիջումային տարբերակներ կամ այլ եւ այլ, նշանակում է բանակցությունները ավարտվում են։ Ճիշտ ասած, բանակցությունները թող ավարտվի։ Ալիևը չէր զանգել Լևոն Տեր-Պետրոսյանին խնդրում էր կանգնեցնել։ Գուցե զանգել է, բայց ես ուրիշ բան ասում։ Նման մի բան տեղի ունեցավ 2018-19 թվականներին։ Ժամանակ ուրիշ է։ Չէ, բայց իրավիճակն եմ ես ասում նույնը։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Հայաստան է ու վերջ, եւ ես սկսում եմ բանակցությունները իմ զրոյական կետից, նա վիժեցրեց ամբողջ բանակցային այդ ողջ տարիների ընթացքը։ Հիմա նույնն էլ այն ժամանակ կլիներ, երբ որ դու նստում ես Արցախյան օրինակ բերենք համաձայն եմ, բայց ժամանակ հավասար չէինք, մենք ուժեղ էինք ավելի ու բարձր էինք ու հաղթած էինք։ Հիմի 18 թվականին
մենք զինատեսակներով ամեն ինչով մենք զիջում էինք արդեն Ադրբեջանին։ Արեք իրականությունը խոսենք, դուք հաղթած, դուք ասելով ի նկատի ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ իր թիմը ու հայ ժողովուրդը հաղթած, մտնում է վրան ու առաջին օրվանից մեզ պարտադրում են, թե ինչ դուք արդեն բացեք այդ քարտերը։ Ով էր մեզ պարտադրում, որ մենք գնանք այդ ճանապարհով։ Չի եղել նման բան, որ մտել ենք վրան, խոսքս Հայաստանի մասին։ Որ Հայաստանը մտել է վրան եւ առաջին օրվանից սկսել է քննարկել զիջումների մասին, այսինքն ինչ որ հողեր հանձնելու մասին։ Վրան մտնելու հենց առաջին օրվանից սկսել քննարկման կիզակետում եղել է Արցախի կարգավիճակը, բայց որպեսզի հասնենք Արցախի կարգավիճակի հանգուցալուծմանը, բնականաբար դա պահանջում էր բանակցային կողմ։ Եթե մենք լինեինք Միացյալ Նահանգներ կամ Ռուսաստան, գուցե ձեռքներս խփեինք սեղանին եւ ասեինք, հենց հիմա ճանաչի թե չէ Սումգայիթն էլ ձեռիցդ կտանենք, բայց ցավալիորեն պետք է փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունը հասկանում եմ ձեզ։ Չէ, Կարեն ջան, մենք ոչ Ամերիկան էինք, ոչ Ռուսաստան էինք, ոչ մեկը չենք։ Մեր կողքին ավելին ասեմ, սկզբնական շրջանում ոչ մի պետություն չկար։ Մենք հավաքական հայկական ուժով զորով զենքերը ձեռքերից խլելով, ճարելով, բերելով, ոչ եմ, մենք հաղթանակները սկսեցինք շարան անել։ Ճիշտ է, շատ դժվարությամբ։ Մենք մեզ ոչ մեկ հաշվի չէր առնում, անգամ այն ժամանակ ասում ենք, որ մենք ագրեսոր ենք։ Հիշում եք։ Հիմի Չէ, մեզ ագրեսոր չեն ասել։ Չէ, իրանք սկզբնական շրջանում ասում էին, որ Հայաստանը ագրեսոր է։ Հա, դե հիմի իմ ասածս հետեւյալն է։ Ես արդեն հաղթող կողմ եմ։ Ինձ պետքա չթելադրեր Ադրբեջանը, թե ինչու շուրջ եմ ես Իսկ Ադրբեջանը չի թելադրել։ Ոչ էլ միջազգային հանրությունը արյուն ենք տվել մենք դրա համար։ Մենք արդեն այդ նվաճել ենք այդ պետությունը։ Դուք պետք է արդեն այդ փաստը այդ հաշվի նստեք, ոնց որ այսօր անում է Ալիևը։ Ես կիսում եմ Այն ինչ որ ասում եք Արսեն ջան, զուտ հայրենասիրական տեսանկյունից ես էլ կցանկանայի, որ այդպես լիներ, բայց ցավալիորեն քաղաքականությունը միշտ չի որ մեր ուզելով է լինում։ Քաղաքականության մեջ պետք է նաև հաշվի նստես փաստերի հետ, իսկ փաստը այն է, իսկ ինչպես չէ։ Որ պետություններ, որ ասում էր մեզ գնալ այդ ճանապարհով։ Ճիշտ ասած, ես չեմ բանակցային սեղանի շուրջ չեմ եղել, ես չեմ կարող բանակցային գործընթացը մանրամասը այդպես ասեմ, թե որ պետությունը ինչ է մեզ պարտադրում։ Բառով ասած, մեր ջեբը գցել են այդ բանակցությունները։ Այդ նշանակումը, եթե վերջն արդյունքում մենք ունեցանք էսի հանգուցալուծում, ինքը սենց պետքա վերջ չանար, թե մեր սխալների երեսից ասած։ Մեր սխալների երեսից է նաև որ ունենք այն վիճակը, ինչ որ այսօր կա, ի վերջո Նիկոլի ժամանակվանից, թե ավելի Չէ, ավելի վաղ սխալները շղթայաբար են եկել։ Նիկոլ Փաշինյանը Չարիքի ուղակի գլուխն է, Նիկոլ Փաշինյանը ուղակի հանձնեց Հայաստանի ոչ մի իշխանություն չի գնացել բանակցությունների Արցախը հանձնելու մոտիվացիան ունենալով աչքի տակ։ Հակառակը Հայաստանում տիրապետում էր այն իշխող մտածողությունը, որ Հայաստանում չի լինի մի ղեկավար, որը կհանձնի Արցախը, սակայն Նիկոլ Փաշինյանը եղավ, այսինքն որքան էլ սխալներ մենք թույլ ենք տվել, որքան էլ ասենք ժամանակի կորուստ ենք ունեցել իդեպ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, քանի որ խոսեցինք այն ժամանակ 98 թվականին, եթե չեմ սխալվում, ասաց, որ ժամանակը կգա, որ մենք կխնդրենք, սակայն չենք ստանա այն, ինչ որ այսօր ունենք։ Խոսքը շահեկան պայմանների մասին է, բայց իսկ Նիկոլ Փաշինյանը չհանձնեց բանակցությունների արդյունքում։ Նիկոլ Փաշինյանը իդեպ եթե հեռանար, նախ չբերեր պատերազմը մեր շեմ, բայց մի այլ բան եմ ասում, եթե Նիկոլ Փաշինյանը պարտությունից հետո հեռանար եւ իշխանության գար չպարտված քաղաքական միավոր կամ գործիչ, որը կկարողանար պարզ բաց համարձակ աչքերով նայեր Ալիևին ու նստեր բանակցային սեղանի շուրջ, մենք չէինք ունենա այն ամենը, ինչ ունեցանք այսօր եւ ինչը դեռևս ոնց որ թե շարունակվում է, կանգ չի առել, բայց Նիկոլ Փաշինյանը լինելով պարտված, նա ոչ թե նստեց բանակցությունների ու Ալիևին հանձնեց ու շարունակում է հանձնել այն ամենը, ինչ որ Ալիևը ուզում է, այլ առանց բանակցությունների է Նիկոլ Փաշինյանը հանձնում։ Ալիևի այսպիսի մի պահանջով Նիկոլ Փաշինյանը դա գեներացնում է որպես մեր ներքին օրակարգ եւ բավարարում Ալիևի բոլոր պահանջները։ Սա է խնդիրը, որ բանակցություններ պատերազմից հետո որպես այդպիսին պարզապես չեն եղել։ Կարեն ջան, ձեր թույլտվությամբ ուզում եմ մի ձայնագրություն դնեմ Ալիևի խոսքից, այս վերջերս ասել մի 4-5 օր առաջ։ Ուզում եմ մեկնաբանեք էլի։ Ես արդեն մեկնաբանել եմ, ուզում եմ դուք էլ մի հատ մեկնաբանեք։ Ես ուղղակի չեմ հասկանում։ Տեսեք, դուք ասում եք հասարակությունը լավ էլ հասկանում է, լավ էլ վերլուծում է։ Ոչ, մեր հասարակության շատ մեծ հատված
ոչ վերլուծական միտք ունի, ոչ է կարողանում է վերլուծել։ Չի կարող այդ մարդը վերլուծել։ Ասում ես նայ Ալիևը ինչ ասում։ Ասում է սա ինքը դու ճիշտ չես հասկացել։ Ես ուզում եմ հասկանամ, մենակ ես եմ դենց հասկանում, որ մենք այսօր արդեն գնում ենք ադրբեջանացման process-ի մեջ ենք մտել։ Ու եթե այս անձնավորությունը Նիկոլ Փաշինյան վարչապետը նորից վերընտրվի ու իր խումբը гա норից իշխանության, դա ուղղակի ժամանակի հարց է, թե մեր հետ ինչա կատարվելու։ Խնդրում եմ լսեք։ Ожидаем точно такого же подхода и со стороны правительства Армении. Мы ожидаем от них четкого заявления о том, каким образом азербайджанцы, изгнанные из сегодняшней территории Армении, западного Азербайджана, либо потомки тех, кто был изгнан, каким образом они могут вернуться на свои исторические земли и посещать их, либо же жить на этих землях, тем более, что по нашим данным, достаточно достоверным, 90% сел, которые населяли азербайджанцы, сейчас жизни нет. То есть они просто пустуют, они Խնդրում եմ ինձ բացատրեք, ասեք։ Ես չեմ հասկանում։ Ես սխալ եմ հասկանում։ Մարդիկ գրում են մեկնաբանություններով Արսեն ջան, դու սխալ ես հասկանում։ Ինքը դա ինագադի չուներ։ Ինչու են մերոնք մեր հասարակությունը ինքնախապեյությամբ զբաղվում։ Ինքը ասում է բառացիորեն այսօրվա հայաստանյան տերիտորիային, բայց այդեղ ասում է արևմտյան Ադրբեջանի տարածքում ու մեր ղեկավարությունը Չէ, այդ մի հարցում համաձայն չեմ, մեր ղեկավարությունը արձագանքել է Ալիևի հայտարարություններին ու ասել է հետևյալը, որ այո, ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց, Ալիևը ձևակերպում է պատմական Ադրբեջան, ԿՊԱ-ական իշխանությունը իրենց տներ, որտեղից հայրերը իրենց պապերը եւ այլն լքել են։ Այսինքն ԿՊԱ-ական իշխանությունը տվել է իր համաձայնությունը ադրբեջանցիների վերադարձի եւ հավելել, որ հայերն էլ կարող են գնալ ապրել Սումգայիթում կամ Բաքվում, թեպետես 100% վստահ եմ, որ չի գտնվի գետ մի հայ, որը կգնա ապրելու Բաքվում կամ Սումգայիթում, որքան նրա կգնան։ Գուցե ԿՊԱ-ական անդամներ լինեն, որոնք գնան ապրեն Սումգայիթում, չգիտեմ, բայց խոսքս ողջամիտ հայի մասին է, խոսքս ազգային արժեքներ կրող հայի մասին է, նա երբևէ չի գնա։ Իսկ ադրբեջանցիները կգան, ադրբեջանցիներին կբերեն։ Նայեք ինչ տեղի կունենա։ ԿՊԱ-ական իշխանությունը ելի եմ ուզում մեր հանրության համար շեշտեմ, որ իր համաձայնությունը տվել է ադրբեջանցիների չակերտավոր վերադարձի։ Միանշանակ Ադրբեջանը իդեպ գործուն քայլեր է այդ ուղղությամբ անում, ելի հղվելով մեր արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, Ալիևը ոչ միայն չի դադարեցնում իր արևմտյան Ադրբեջան գաղափարախոսության գեներացումը, այլև բերել է գործնական քայլերի վրա։ Կկեղծեն փաստաթղթեր, կսարքեն փաստաթղթեր, կձևակերպեն, չգիտեմ, եւ այդ անվան տակ Հայաստան կգա ամեն մի թափթփուկ, ամեն մի հանցագործ։ Ի վերջո 44-օրյա պատերազմին ահաբեկիչները ինչ է Ադրբեջանի կողմից կռվում Արցախում, հետո ինչ եղան դրանց ճակատագիրը, ոչ մեկս այդպես էլ չիմացան, ուր գնացին նրանք։ Այն նրանցով գուցեև բերեն, նրանց նույնպես բերեն, այսինքն Հայաստանում կստեղծվեն մի իրավիճակ, որ հայը այլևս ոչ միայն հայը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ թվում, այլևս իր երկրում չի կարող անվտանգ ապրել, որովհետև չի կարող մարդը ապրել անվտանգ, երբ որ գիտի, որ կողքի հարևան գյուղում ապրում է մի ինչ-որ անհասկանալի զանգված, որը յուրաքանչյուր պահի պատրաստ է հոշոտել, հարձակվել, թալանել, սպանել եւ ավելին Ալիևը պարտադրում է, որ այդ մարդիկ, ովքեր որ գան Հայաստանում ապրելու, պետք է ունենան որոշակի անվտանգության երաշխիքներ, համարյա թե որոշակի ինքնավարություն, այսինքն ստացվում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, իշխանությունները չեն ունենալ լիարժեք լիազորություններ, որպեսզի այդ մարդկանց փորձեն կարգի բերել, հակառակ դեպքում ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը խոսի խաղաղությունից, լավ ենթադրենք, տեսականորեն վաղը խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Ոչ մի փաստաթուղթ չի հանդիսանում վերջնական երաշխավորությունը նրա, որ դրա ստորագրությունից մի ամիս հետո այո, եթե
Հայաստանի իշխանությունները միջամտեն այդ ադրբեջանցի կոչված զանգվածին, որոնք ապրելու են Հայաստանում, ապա դրան անմիջապես կհաջորդի ադրբեջանական բանակի ներխուժումը Հայաստան, որպեսզի պաշտպանի իր հայրենակիցներին, որոնք հալածանքի են ենթարկում իրենց ձևակերպմամբ, իրենց պատմական հայրենիքում։ Ահա այսպիսի մի աղետալի վտանգի առաջ ենք մենք կանգնած։ Իսկ ինչու հանրությունը չի արձագանքում անհրաժեշտ ձևով, ինչի չի զգում այդ վտանգները, որովհետև 8 տարի Նիկոլ Փաշինյանը այնքան է օր-օրի հետևողականորեն այս հանրության մոտ սերմանում, ուզում ճիշտ բառ ընտրեմ, էլի, հուսալքություն, այնքան է սերմանում հուսալքություն, որ այս հանրությանը զրկել է այս պահի դրությամբ իրավիճակը adekvat գնահատելու հնարավորությունից, սակայն ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը, մեր քաղաքացիները ի վերջո կվերագտնեն խոհեմությունը, որը նրանք ունեն, որը թերևս ժամանակավոր համարեն քնած է, եւ ի վերջո կհասկանան այն վերահաս աղետի մասին։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, ասում մենք ունենք խաղաղություն։ Եվ միակ հիմնավորումը բերում է այն, որ սահմանին չեն կրակում եւ սահմանին մարդ չեն փոխվում։ Ներողություն, մարդ չի զոհվում։ Սակայն վստահաբար ես ասում եմ, մենք խաղաղության մեջ չենք, ավելին, պատերազմը շարունակվում է, պատերազմը դեռևս չի կանգնել, այո, որովհետեւ խաղաղությունը միայն այն չէ, որ զենքերը լռում են։ Խաղաղությունը նաեւ այն է, երբ ավարտվում են պահանջները, իսկ ադրբեջանական պահանջները առ այս պահը չեն դադարել, այո, ավելանում են, այսինքն պատերազմը ընդամենը փոխում է իր փուլերը եւ եթե ժամանակը չեմ չարաշահում, մի օրինակ բերեմ, 88 թվականին, երբ որ Արցախյան շարժումը սկսվեց, ինչի արդյունքում, երբ որ Ադրբեջանը պատերազմ հրահարեց Արցախի, այդ թվում թեպետ ասում ենք Հայաստանը մասնակից կողմ չէր, սակայն խոսենք այնպես ինչպես կա, նաեւ Հայաստանի դեմ Թուրքիայից հնչում էին տեսակետներ, որ հիմարություն է Հայաստանի հայերի դեմ կռվելը, եթե չլիներ պատերազմը, մենք առանց զենքի կվերցնեինք ոչ միայն Արցախը, այլ ամբողջ Ալիևի հայրն էլ է դա ասում։ Այո, ամբողջ Հայաստանը, Ալիևը նույնպես այս վերջերս կրկնեց այդ նարատիվը, որ մենք Արցախը վերցրեցինք տանկերով, Հայաստանը կվերցնենք մեքենաներով, այսինքն պատերազմը տանկերից վերածվել է մեքենաների։ Հիմա փափուկ ուժի կիրառմամբ են նրանք փորձում ամբողջ Հայաստանը վերցնել, այսինքն խաղաղություն գոյություն չունի, քանի որ պատերազմը չի դադարել։ Տեսեք, Կարեն ջան, ես շատ վատ համեմատություն եմ հիմա անելու, որովհետեւ մեր հանրությունը հասկանա եւ հարցը տամ դες։ 18 թվականին, երբ որ էֆորիայի մեջ ժողովրդի մեծ մասը հելել էր դուրս, մերժում էր ռեժիմ իրենց ասած Սերժ Սարգսյան եւ այլն, այդ ժամանակներում դագաղներ բերվեցին հրաբարակ։ Եվ միգուցե ծիծաղել էր ժամանակ, մարդիկ ուրախանում են, բայց այդ դագաղներ բերող տղաներից մեծ մասը այսօր չկա։ Այդ նույն դագաղներով եկան Եռաբլուր։ Այդ սրդիկները, որ ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանը, դա երկրորդ աղետալի պատերազմի իր օրոք, երրորդ արդեն, աղետալի պատերազմի հետևանք կարա հանդիսանա հարգելի հետևորդներ ջան, լսողներ ջան, մենք չենք վախեցնում մենք զգուշացնում ենք, մեր իմ եւ Կարենի մասնագիտությունը վերլուծություն անել եւ զգուշացնել եղած ու կամ գալիք դժվարություններին, աղետալի ինչ որ իրադարձությունների համար։ Կարեն ջան, հարցս հետեւյալն է։ Այսօր որ մարդիկ ասում են մենք չենք ուզում ռուսական թևի մարդկանց, օլիգարխներին, SN-ը, ովքեր որ մասնակցում են, պետք է չթաքցնենք ովքեր են մասնակցում։ Մենք ավելի լավ է թող Նիկոլը մնա, քան թե այս մարդիկ կան։ Համարակալած ասում ենք առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, խնդրում եմ նշեք, ինչ տեղի կունենա, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Հենց առաջին օրվանից, երկրորդ օրվանից ինչ գործողություններ կարող են սկսվել Հայաստանի Հանրապետությունում։ Նախ Հայաստանը չի լինի այն, ինչ որ եղել է, առանց հետո այս պայն այն չէ, ինչ որ կար։ Երբ որ եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ահա հունիսի 8-ին նույնպես այլևս չի լինի այն Հայաստանը, ինչ որ կա այս պահին, երբ որ մենք խոսում ենք, շատ դեպքերում ասում են Հայաստան չի լինի ընդհանրապես, ես դրա հետ համաձայն չեմ, Հայաստան կլինի իհարկե, ՄԱԿ-ի կողմից ճանաչված, այսպես անուն Հայաստանի Հանրապետություն կլինի,
Սակայն հարցերն է թե ինչպիսի Հայաստան կլինի թուրք-ադրբեջանական շահերը Ինչ տարածությամբ։ այո ինչ տարածքի վրա կլինի թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող Հայաստան կլինի Հայաստանը մի մեծ ճանապարհ, որով թուրքերն ու ադրբեջանցիները պարզապես Հայաստանի վրայով գնում գալիս են, իսկ մեր ժողովուրդը կվերածվի այդ բեռնատարների սպասարկման դերում։ Իմիջիալից ես դա վերացական չեմ ասում։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը Ալիևին առաջարկեց, երբ որ Իրանում ընթացող պատերազմի ֆոնին թրիփի ճակատագիրը մի քիչ մշուշոտ դարձավ, որտեղ անկախ հանգուցալուծումից մի քիչ անհասկանալի է թե ինչ է լինելու թրիփի հետ։ Նիկոլ Փաշինյանը Ալիևին առաջարկեց, որպեսզի Թուրքիայի հետ կապ հաստատեն երասխով։ Այսինքն այդպիսի Հայաստանը լինելու է թուրքական շահերը ուղակի սպասարկող Հայաստան։ Մենք լինելու ենք մի միավոր, որը այլևս իրենից ոչինչ չի ներկայացնելու, լինելու ենք թուրք-ադրբեջանական աղցանի մեջ։ Իմիջիալից Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նաև հայտարարեց, որ չպետք է խոչընդոտենք Թուրքիային զարգանալ մեծ Թուրանի գաղափարախոսության իրականացման ուղղությամբ, այսինքն Հայաստանը որպես առաջնային բեռ մեծ Թուրանի գաղափարախոսության ճանապարհից կարող է սկզբից դադարել գործոն լինելուց, այնուհետև առհասարակ դադարի խոչընդոտ լինելուց, այսինքն վերանա որպես այդպեսին, որպես խոչընդոտ։ Երբ որ ասում են այս մարդը օլիգարխ է, այս մարդը, չգիտեմ, ռուսամետ է, այս մարդը արևմտամետ է, ֆլան է, ֆստան է, շեշտադրումը սխալ է մեր հանրությունը դնում։ Չպետք է նայենք ով ինչ որ ուղղությանն է միտում, որ պետք է լինենք Հայաստանամետ, իսկ մնացած կենտրոնները մեր համար պետք է լինեն ընդամենը գործիք, որոնցից մենք կարող ենք օգուտ քաղել։ Այստեղ է հենց գլխավոր խնդիրը կայանում, որ մենք ոչ թե փորձում ենք ուժային կենտրոններից այս կամ այն օգուտ քաղել, մենք կարծես փորձում ենք տրվել այդ կենտրոններին։ Դա արմատական սխալ է, մենք չենք կարողանում բալանսավորել քաղաքականությունը, ճիշտ, եւ Նիկոլ Փաշինյանն լավ խաղում է այդ հողի վրա, բայց ինքը բերում է մի նոր աղետ, այսինքն օրինակ վերջերս հանդիպեց Պուտինի հետ, չէ՞։ Գնահատական մեկ անդրադառնամ, ես խնդրում եմ, եթե դենց է արդեն հարցը տամ, էլի։ Իրանք հանդիպեցին։ Երկու երկրի ղեկավարները հանդիպեցին։ Ինչպիսի տպավորություն էր ձեր մոտ իրենց այդ կարճ ճեպազրույցի կամ իրար հետ բանավեճի ընթացքում ինչ տեղի ունեցավ, որովհետև շատ երկրներ, որոնք ռուսաֆոբ են, իրենք Փաշինյանին դարձել են իրենց մոտ թիվ 1 արդեն ոնց որ հագարուսական ինչ որ լիդերի ծափահարում են Ուկրաինաներում, Պոլշաներում եւ այլն, հասկանում եք որ երկրներում։ Մեր հանրությունը այդ փոքր ռոլիկները նայելով իրանք էլ են ծափահարում, իրականում չեն հասկանում, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը ձեռք քաշի Հայաստանից հավերժ, ոչ թե հայերից, ոչ թե Հայաստանի տերիտորիայից, հիմա կասեմ ինչու, որովհետև միշտ այս հարցը բարձրացնում, ձեզ հայերն են պետք, թե տերիտորիան է պետք։ Ես հստակ ասում եմ, տերիտորիան է իրանց պետք։ Իրանք ամեն քայլը գնան, որովհետև այդ տերիտորիան իրանց տակ մնա։ Հիմի հայը կսպասարկի, ով կսպասարկի, դա իրանց համար երկրորդական կարող լինի։ Ինչպիսի վտանգներ եք տեսնում այդ մեսեջներից, որ մինչև այսօր գալիս է, ես հենց այսօր առավոտյան ես կարտացի, որ արդեն հայկական կոնյակի հանդեպ արբիտրաժային դատարան են դիմել պետությունը, որովհետեւ չեղարկեն իրանց ներմուծումը Ռուսաստան։ Այսինքն ինչ որ բաներ են գտել իրանք։ Գազի պարագայում, մնացած բոլոր պարագայում 102-րդ ռազմաբազայի հապկի հետ կապված ինչպիսի վտանգներ կան, որ մենք Ռուսաստանին դարձնում ենք զորով մեզ թշնամի։ Մինչև բուն հարցին պատասխանել մի արտահայտություն եմ ուզում անեմ, որ որևէ մեկի մոտ թյուր ըմբռնում չլինի։ Ես ոչ ռուսամետ եմ, ոչ արևմտամետ, եթե այս կամ այն բևեռը կարող է Հայաստանի Հանրապետությանը վնաս հասցնել։ Եվ կարող եմ լինել թե ռուսամետ, թե արևմտամետ, եթե կարող են Հայաստանի Հանրապետությանը օգուտ քաղել։ Հիմա օգուտ տալ։ Հիմա Պուտին-Փաշինյան հանդիպումից նախ մի կողմ թողնենք, որ Պուտինը բաց տեքստով Նիկոլ Փաշինյանին մեղադրեց Արցախը հանձնելու մեջ, Պրահայում
Փաշինյանն էլ իբր հակադարձեց, որ դուք էլ երկու անգամ եք հայտարարել, հետո կարող է Պուտինը վաղը հայտարարի Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես չկա, այսինքն ինչ հիմա պետք է վերցնի Հայաստանի Հանրապետությունը հանձնի Ադրբեջանին, որովհետև Պուտինը ասել է Հայաստան չկա, նախ դա քաղաքական տեսանկյունից, չգիտեմ, դավաճանություն գիտություն է, երկրորդը հիմա կա ասենց որ այ մալադեց Պուտինը Փաշինյանը sense հավասար է այդ խոսած բան կարող էր մի հատ էլ ապտակել Պուտինին բայց խնդիրը այն չէ խնդիրը դրա հետևանքներն են թե ինչպիսի հետևանքներ ենք մենք ունենալու երբեմն ասում են Նիկոլ Փաշինյանը սարսափում է Ադրբեջանից ու Թուրքիայից այո իրականում այդպես էլ կա սակայն հարց է առաջանում իսկ ինչու չի վախենում Ռուսաստանից չէ որ եթե Ռուսաստանը ուզենա շատ ավելի ահավոր թշնամի կարող է դառնալ քան թե նույն Ադրբեջանն ու նույն Թուրքիան են այսինքն Նիկոլ Փաշինյանը փորձում է իր քաղաքականությունը այնպես վարել որ Աստված մի արասցե որևէ ցնցման դեպքում Հայաստանը մնա փլատակների տակ Ճկուն դիվանագետը, ճկուն քաղաքական գործիչը չի գնում արճակատման այնպիսի մի պետության հետ, որը իրենից 20-ապատիկ ավելի հզոր է։ 20 100-ապատիկ։ Չի գնում նման պետության հետ արճակատման, եթե նույնիսկ այդ պետությունը ինչ-ինչ հարցերում համաձայն եք իմ հետ Թուրքիան ավելի կանխատեսելի մեր համար թշնամի է ու ավելի լավ է Թուրքիայի հետ շարունակել զարավոր Ռուսաստանի թշնամի դարձել է շատ ինչու Նիկոլ Փաշինյանը չի վախենում Ռուսաստանից եթե նրա հույսն այն է որ արևմուտքը թեև ու թիկուն կանգնի Հայաստանին արճակատման դեպքում արևմուտքը թեև ու թիկունք է նաև առայցպա Ուկրաինային բայց մենք տեսնում ենք թե ինչի է վերածվել Ուկրաինան եթե Ուկրաինան վերածվել է այսպիսի մի աղետալի վիճակի ապա ես պատկերացնում ինչ կմնա Հայաստանից եթե հանգարց Աստված մի արասը դուք ասեք եթե Ռուսաստանը ձեռքը քաշի Հայաստանից չէ մի այլ տիպի աղետ կլինի, եթե հակառակը Ռուսաստանը որոշի ամբողջովին ձեռքը դնել Նիկոլ Փաշինյանի գոյության պայմաններում Հայաստանի վրա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակի կարճած մնալ իր աթոռին։ Դա կարող է իրոք հանգեցնել պատերազմի։ Կարեն ջան, Ռուսաստանի հետ։ Այսօր Ռուսաստանի Դաշնության падգամավորներից մեկը, որը ասես ռոպագանդայի առաջնամարտիկներից է, հետևյալ միտքը տվեց ու դա հենց այն չի լինում։ Դուք Ռուսաստան ապրած տղա է, մեզ գիտեմ, այնտեղ մինչև մեթոդիկան չի ճասնեն համապատասխան օրգաններից ոչ մի բան չի բռա։ Հիմա էսի ասում է թե Հայաստանի Հանրապետությունը անօրեն է դուրս եկել սովետական միության կազմից։ Ինքը օրենքով դուրս չեկե, հետևաբար ինքը մինչև այսօր հանդիսանում է սովետական միության մաս։ Ինքը անկախ պետություն չի։ Տեսեք ինչ հերու կարա գնա Ռուսաստանի Դաշնության ռոպագանդան, ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Հիմի վաղը եթե մենք վերցնենք, օրինակ մի հատ սիտուացիա։ Ես համարում եմ, որ ինքը հարձակվեց Ուկրաինայի վրա, ինքը իր համար բոլոր կարմիր գծերը գծեց այն կողմ, իր համար կարմիր գիծ չկա։ Այն որ ասում է ուժեն բանը, արդեն գնում է ինքը, իրան կանացնելը դժվար է։ Մի օր արտանակ տեսնենք ռուսական տանկերը 100-րդ ռազմաբազայից դեպի Երևան են գնում։ Օրինակ եմ ես ասում, շատ եղել է մեր պատմության մեջ որ Ռուսաստանը գնացել է ու մեր կառավարությունը 100 տարի առաջ գիտեք ինչ ա եղել։ Ինչ պետք է անենք մենք։ Ես օրինակ գտնում եմ որ ով էլ ուզում է կառավարություն լինի, ես ռուսի դեմ ավտոմատով կանելու եմ։ Իմ համար դա հանդուրժելի չէ որ ինքը տանկով գա իմ քաղաքականության բան, բայց ամեն դեպքում մենք դառնում ենք Պոլիգոն այդ իդեպ այդ ռուս падգամավորել չէ կարծեմ ասիկ իհարկե նրա ասածը տխմարաբանություն է որովհետև Հայաստանը անկախացել է խորհրդային միության սահմանադրության համաձայն ավելի շուտ քան փլուզվել է խորհրդային միությունը ամենալեգիտիմ դուրս գալացող պետությունն է մենք անկախացանք 91 թվականին խորհրդային միությունը պաշտոնապես Պուչի արդյունքում փլուզվեց 92 թվականին բայց իհարկե դուք ճիշտ եք որ դա ռոպագանդա է միանշանակ որը կարող է հող նախապատրաստել տարբեր իրավիճակների համար հիմա անդրադառնամ Նիկոլ Փաշինյանին որպես հիմա լավ է թե վատ նա է փաստացի չեն կարող շրջանցել նա է մեր պետության վարչապետը դժբախտաբար քաղաքական գործիչը երբ որ ստանձնում է պետության ղեկավարումը պետք է չգնա արճակատման իրենից 100 անգամ այո չպետք է գնա արկածախնդրության այնինչ անում է Նիկոլ Փաշինյանը արկածախնդրություն է գերտերությունների համար կարմիր գծեր գոյություն չունեն կայսրությունների համար կարմիր գծեր պարզապես գոյություն չունեն
Նույն Միացյալ Նահանգներում Թրամփը մտավ Վենեսուելա եւ պարզապես բառից բուն Իրանում իմաստով ինչ է գողացավ, այո, գողացավ Վենեսուելայի նախագահին։ Հիմա դրանից հետո մենք ուզում ենք Թրամփին պիտակավորենք, ասենք այսօր, փաստը մնում է այն, որ գողացավ։ Նույն Իրանում տեսնում ենք ինչ վիճակի է, իհարկե փառք Իրանի ժողովրդին, որ այսպես դիմադրում է, սակայն ուզում ասեմ գերտերությունների համար չպետք է ինչ-որ բարոյական նկարագրեր հնարենք ու ասենք կարմիր գծեր անցան, վայ ինչ ամոթ է։ Իհարկե նրանք պետք է անցնեն այդ կարմիր գծերը ու իհարկե նրանք կանցնեն կարմիր գծերը։ Դու պետք է այնպիսի ճկուն լինես, որ հանկարծ քո վրայով չանցնեն։ Այսինքն դու պետք է կարողանաս քո քաղաքական ոչ թե գնաս երեսին ասես դու ես արիր, այլ քո քաղաքական շահը համադրես նրա քաղաքական շահին Ինչին Ասիայի պետությունների պես իրանք Ռուսաստանի հետ այդ կարգի չեն աշխատում են Ամերիկա մնացած, բայց որ պետք է լինում գնում Պուտինի հետ նստում են, նույն Վրաստանը, խմում են։ նույն Վրաստանը գնում էր եվրոինտեգրման ուղղությամբ վիզաների ազատականացում էր տեղի ունեցել, սակայն վրացիները միշտ են քաղաքական խոհեմություն ու քաղաքական ճկունություն ունեցել։ Դրա համար էլ իրանք պետությունը ավելացել է տերիտորիա, ոչ թե պակաս։ Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ տարածիորեն հայտարարեցին, որ մենք չենք ուզում ռուսական տանկերը տեսնել Թբիլիսիում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը պարզապես երազում է, որպեսի ռուսական տանկերը մտնեն Երևան ու միայն նրա համար, որպեսի Facebook-ում ինչ-որ մի X արևմտամետ զանգված, որը իրականում արևմտամետ էլ չեն, Հայաստանում գոյություն չունի արևմտամետ։ Հայաստանում կան հակառուսներ, պարզապես ռուսներին ատողներ, եւ ահա այդ ռուսներին ատողները ավտոմատ իրենց ներկայացնում են որպես արևմտամետ, իսկ արևմտամետ լինելը ինքնին առաջին հերթին ենթադրում է քաղաքական արժեհամակարգ, սակայն ոչ, նրանք արևմտամետ չեն։ Հա, միտքը շարունակեմ, Նիկոլ Փաշինյանը երազում է գնալ առճակատման միայն նրա համար, որ Facebook-ում գրեն, ինչ լավ արեց, ինչ որ տեղի ունենում։ Ինչ որ տեղի ունենում, հիմա կամ գնա գյուղ, ինչ որ մի ամիտ գյուղացի դուրս գա Նիկոլի դեմը, ասի, ինչ լավ արեցիր Պուտինին, ապրես։ Ասում են Կարեն ջան, տեսեք, եւս երկու հարց է մոդենում արդեն ավարտին մեր այսօրվա զրույցը։ Առաջին հարցս իհարկե կապ ունի երեկվա իմ ոդկասթի հետ։ Աննա Մկրտչյանը խոսում ենք իր հետ, երբ որ մարտի 1-ից զրույց գնաց, ես գիտեմ, որ դուք մարտի 1-ին մասնակցել եք, անգամ ձեր վրա քրեական գործեր են հարուցվել, աղացային տարել եւ այլն, այսինքն դուք չարչարված եք այդ ճամփով։ Այ խնդրում եմ ձեզ ասեք, պետությունը կրակել է ժողովրդի վրա։ Աննա Մկրտչյանը ասում է, չկա դենց փաստեր, կարա կապացուցեք, ես ուղղակի հարց էի տալիս, ասում է, կա փաստեր տվեք։ Մինչև այսօր ասում է արևմուտքը նույնպես չի բանը իր զեկույցի մեջ ասել է, որ չկա փաստեր։ Այդ դուք ո՞նց եք ձեր որ ասում եք ձեր հայացքից անմիջական մասնակցություն եք ունեցել։ Մարտի 1-ին վերջ չի ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Ճիշտ ասած, փաստերի մասին խոսելը այտենց չգիտեմ ինչքանով է տեղին, բայց մարտի 1-ին տեղի ունեցել հետեւյալը։ Կար երկու կողմ, երրորդը չկար։ Կար ընդդիմություն եւ իշխանություն։ Ունեցանք 10 զոհ։ Բնականաբար կրակողը իհարկե իշխանությունն էր։ Ես մի կողմ եմ դնում այն հանգամանքը, որ ըստ գնահատականների Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում կային սադրիչ էլեմենտներ, այո, ես ինքս եղել եմ այնտեղ եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում, այո, կային սադրիչ էլեմենտներ, բայց դա իրավունք չի վերապահում իշխանությանը 10 մարդ գնդակ է արել միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ սադրիչ հայտարարություններ է անում։ Ես մնում եմ իմ այն համոզմունքին, որ ես չգիտեմ ով է այդ առումով ես որևէ փաստ չունեմ, ես չգիտեմ ով է հրաման տվողը, ով է ի վերջո կազմակերպիչը, ով է այդ ամենի գլուխը կանգնած, ինչպիսի շղթա է գործել, սակայն փաստը այն է, որ իշխանությունը ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների վրա եւ իշխանության գործողությունների արդյունքում ուղիղ դիմահար կրակոցի արդյունքում, այո, խաղաղ էր։ Խաղաղ էր, մինչև ես այնտեղ եմ եղել մարտի 1-ին իմիջիալից հենց Միասնիկյանի արձանի մոտ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում դիմացը ինչ որ շինարարություն էր գնում, զինվել
այդ փայտերով, քարերով եւ այլն, սակայն եկեք մի բան փաստենք, որ զոհերը տեղի են ունեցել ոչ թե Մասնիկյանի արձանի մոտ, որտեղ հանրահավաք հայտարարություն։ իհարկե օրինական չէ։ Բա ինչի ինքը Բայց միջակայքի չի գնում այդ բանով հարցը, ասենք Դե ինքն իրան դժվար քրեական ինքն իրա վրա գործառույթի, ես էլ եմ ասում, իրա հայտարարությունը օրինական չէր։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սադրի չէր։ Նա եթե խոհեմ լիներ, եթե իհարկե միտում չկա այդ ամենի մեջ։ Ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան։ Միտումնավոր էր անում թե անխոհեմության։ Չգիտեմ, ես չգիտեմ, բայց ես այլ բան եմ ուզում ասեմ։ Նիկոլ Փաշինյանը իհարկե նման բաներ չպետք է աներ, նա պետք է այնքան խոհեմություն ունենար, որ որևէ հնարավոր բախման դեպքում չլիներ որևէ բիծ, որի արդյունքում հնարավոր կլիներ մեղադրել օրվա ընդդիմությանը։ Նիկոլ Փաշինյանը թույլ տվեց այդ սխալը, որպեսզի այնուհետև տարիներեն չշահարկվի, որ ինքը կոչ էր անում զինվել փայտերով, քարերով եւ այլն, բայց ելի եմ ուզում շեշտել, դա իրավունք չէր վերապահում իշխանությանը, որպեսի կրակեր մարդկանց եւ այն 10 զոհը ի վերջո, որը մենք ունեցանք, դա իշխանության խարանն է եւ ոչ ընդդիմության։ Շնորհակալություն պատասխանի համար։ Վերջին հարցն եմ ուզում տամ, տեսեք Ալեն Սիմոնյանը մի հատ զավեշտալի հայտարարություն արեց։ Կներեք, որ sense թեմայից թեմա եմ։ Հա, ավելի հետաքրքիր է։ Շուշ ենք հանդիպում, որ ասենք տարբեր տեղից գոնե գլխավորները հանում եմ։ Տեսեք, մի հատ շատ զավեշտալի հայտարարություն արեց, երբ որ գնաց խոսքը Հայաստանի երաշխավոր լինելու, ով է որ պետությունն է երաշխավորում Հայաստանը, երբ որ նամյոկները Ռուսաստանի երաշխավոր լինելու բաղկայում բան, ինքը ասեց հետեւյալը, եթե բառացիորեն չեմ կարող հիշեմ, բայց միտքը կարամ ասեմ։ Ես հիշում եմ բառացիորեն։ Բառացիորեն ասեց Հայաստանի Հանրապետությանը երաշխավորում է Ադրբեջանի երաշխավորն է, անվտանգությունն է երաշխավորում Ադրբեջանը, երաշխավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Ես հարգելի հետևորդներ, հարգելի ժողովուրդ, կոմենտներում անպայման գրեք ձեր կարծիքը Ալեն Սիմոնյանի ասածի վերաբերյալ։ Արդյոք մենք հասել ենք այն կետին, որ Ադրբեջանը, որը ընդամենը 2 տարի առաջ վերջնական այդ բանը գործողությունների մասին է խոսք, մի ամբողջ ազգի մի մաս հայաթափեց իրենց հազարամյակներով ապրած տերիտորիայից, ու հայաթափեց ոչ թե առանց մարդկանց կպնելու, այլ բազմաթիվ մարդիկ զոհվեց, 100-ից ավել մարդ զոհվեց մեկ օրվա ընթացքում։ Բացի դրանից նաև ճանապարհին ահագին մարդ զոհվեց։ Արդյոք այդ պետությունը մեզ պետք է գարանտիա լինի անվտանգություն, այսինքն գելա եկելա բանը, ասենց ասած անմեղ կենտանիներին անվտանգություն, եկելա ճտերին է տանում ու երաշխավորումա, որ մերգուճուտ քեզ կթողնի։ Հիմա խնդրում եմ այդ հարցին է պատասխանեք ու վերջացնենք։ Facebook-ում մի հատ նկար է, չէ՞, պատտվում տարբեր թեմաների շուրջ, որ գայլը գրկում է գառանը, ասում է թե մրցում ես, ես քեզ կարող եմ ուտել։ Նո այդ նկարը չէ, ինչքան ես քեզ կօգնեմ ուտեմ։ Բանը իմիջիալից Ալեն Սիմոնյանը ասաց Հայաստանը Ադրբեջանի մեծ երաշխավորն է։ Մեծ։ Չգիտեմ, ինչպես է Հայաստանը այդ մեծ երաշխավորը Ադրբեջանի անվտանգության, ես այդ մասին մի հատ հոդված գրեցի, որ Ալիևը շատ կզվարճանար, եթե տես նայեր Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը ու լսեր, որ Հայաստանը Ադրբեջանի մեծ երաշխավորն է։ Դե ես չգիտեմ, ոնց կարա չնայի։ Ամենաշատը Ալիևի նարատիվները առաջ տանողը ու ծափահարողը մերոնք են։ Բակնայի հոգեբանությունը, դա պարտվածի ողորմելի հայտարարություն է, որովհետև պետության անվտանգությունը առաջին հերթին սեփական իշխանությունն է, որը ունի քաղաքական գրագիտություն, կամք ու վճռականություն, ճկունություն, հզոր բանակն է, ուժեղ մարտունակ բանակն է, դաշնակիցները եւ իր սեփական վստահելի գործընկերոջ միջազգային համբավը։ Այդ անվտանգության մեր մեխանիզմը այն է, իսկ հույսը կապել Ադրբեջանի բարեհաճությանը, Ադրբեջանի անվտանգության երաշխավորի ամբողջ դերը կայանում է Օտո Բիսմարկի հետևյալ արտահայտության սահմաններում. չկա մարդ, չկա պրոբլեմ։ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորը կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Հայաստանում այլևս հայեր չլինեն։ Շնորհակալություն Ալեն Սիմոնյան, ձեզ եմ դիմում։ Ես նույնպես շնորհակալ։ Հայաստանի
հանրապետության եւ իմ հենց անվտանգության երաշխավորը 3 հանգամանք է։ Դա իմ հայ ժողովուրդն է, հայկական բանակն է եւ հայկական սփյուռքն է։ Ուրիշ երաշխավոր Հայաստանի գոյության եւ ժողովրդի բարօրության, անվտանգության ես այլևս չեմ տեսնում ոչ մի պետության կողմից։ Ոչ Ռուսաստան, ոչ Ամերիկա, ոչ Եվրոպա, ոչ էլ ձեր կողմից սիրված Ադրբեջան կամ Թուրքիա։ Ես շնորհակալ եմ ձեզ, որ հյուրընկալվեցիք մեր մոտ։ Ես Կարեն ջան, նույնպես շնորհակալ եմ շատ։ շատ հետաքրքիր զրույց է միշտ ձեր հետ տեղի ունենում, որովհետև մարդ, որը կարողանում է վերլուծել եւ առանց կաշկանդվելու ասում է իր խոսքը, շատ հաճելի է լսել։ Ես հույսով եմ մեր այս զրույցը շարունակական կլինի։ Շնորհակալություն։ Լայքում ենք, նորմալ մարդիկ նորմալ կոմենտներ են գրում, աննորմալները աննորմալ։ Կտեսնենք։